Երազում եք, որ ձեր երեխան լինի լսող, խելոք, հարմար, այո, թվում է սա ցանկալի է, չէ՞ որ այդպես ավելի հեշտ է։ Բայց մտածել եք, իսկ արդյոք դա իսկապես լավ է։ Սեպտեմբերից տնակ սկսեց հաճախել մի տղա։ Երեխան երբեք չէր վիճում, չէր առարկում, ամեն ինչին ասում էր լավ, նույնիսկ երբ ակնհայտորեն չէր ուզում։ Նկարելիս չէր ընտրում գույներ, սպասում էր, երբ իրեն ասեն, չէր հարցնում, չէր պահանջում, սեփական ցանկություններ ասես չկային։ Նա շատ լսող էր եւ շատ լուռ։ Մենք սկսեցինք անհանգստանալ։ Իհարկե, հարմար երեխայի հետ աշխատելը երազանք է, բայց ինչ էր կատարվում երեխայի ներսում։ Զրուցեցինք ծնողների հետ։ Պարզվեց, հայրը խիստ է, անկանխատեսելի, երբեմն բուռ է։ Եվ երեխան սովորել էր. եթե լռեմ ու չերևամ, ինձ չեմ պատժի։ Սա հնազանդություն չէր, սա վախ էր։ Լավ վարքը որպես փրկվելու ռազմավարություն։ Երբեմն լավ երեխա լինելը նշանակում է երեխան իրեն անվտանգ չի զգում։